Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ ստորագրությունները դրեց օֆիսի իջնետի գործընթացի սկզբից ու վստահեցնում էիք, որ կան քվեական պատգամավորներ, որ այս գործընթացին որպես կոմպրոմիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քվեականներ եւ օրինակ պատիվ ունեի արդեն նախին անգամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել է, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քվեականների անհրաժեշտ քվեականների հետ նաեւ միանա այդ ստորագրություններին։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են։ Թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է քպայական падգամավորների եւ առհասարակ падգամավորների, մենք անկախ падգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուի հայտարարումից մեկ ամիս հետո կալանավորում են, ակնհայտ է, չէ, որ այն քպայականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն падգամավորները քպայական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուր է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսեւորումներով։ Եվ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով, եւս մեկ անգամ ակտիվացվի։ Իսկ եղել եք բականներ, որ պատրաստ են եղել։ Եղել են քննարկումներ, եկեք ես ավելի ինչ ասեմ։ Անկախ պատգամավորներ։ Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Խախտեցի, բայց այս կողմից սկսենք։ Չէ, ոչ մի տրաբես ոչ։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եի հարցնել Դավիթ Համբարձումյանի այդ հայտարարությունը փաստորեն նշանակում է, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, այսինքն ճիշտ է ընկալվել, պետք է դուրս գա այժմ փողոցային պայքարի, որպեսզի հաջողի իմպիչմենտի գործընթացը։ Դա փողոցային համընդհանուր կոչ էր ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Նորից ասեմ, իմպիչմենտի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար, կարծում եմ դրանում բոլորս համակարծիք ենք։ Ես էլ եմ բազմից ասել, բոլորն են դրա մասին ասել, այդ թվում նաև նախագահ Սարգսյանը, այդ թվում նաև Դավիթը, բոլորը։ Մենք արդեն տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններ։ Արդեն։ Այդ կեղծումները ձևակերպվում են որպես արտաքին ազդեցության դեմ պայքար, այդ կեղծումները դրսևորվում են հիմնական դերակատար քաղաքական ուժերի ղեկավարների կամ առանցքային դերակատարների ապօրինի կալանքով, սկսած պարոն Կարապետյանից, շարունակած Խաչիկ Գալստյանով ու մեր բոլոր ընկերներով, էլի հատառած չթվարկեմ, ի սկզբանե ներողություն եմ խնդրում, որ բոլորի անունը չեմ տվել։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Պարզ եմ ասում։ Փորձել ռեալ գործիքը, իմպիչմենտի գործիքը, իսկ նույնիսկ եթե այս կամ այն պատճառով այն հաջողության չհասնի, իշխանությունները կտեսնեն, որ արկա է լծակ, փողոցային պայքարի, փողոցային ակտիվության տեսքով, որը իրենց գուցե հետ պահի այս կամ այն անօրենությունը, այս կամ այն կեղծիքը, մինչև ժամանակ կամ ընտրություններից հետո իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ երկար քննարկման առիթ չկա, դա լավ բան է թեված։ Պարոն Մամիջանյան, ես ճիշտ լսել եմ, հեսա կպատասխանեմ։ Պարոն Մամիջանյան, այսինքն ճիշտ է ընկալվում, փողոցային պայքարի կոչ է արվում այս փուլում, պարոն Համբարձումյանի կողմից։ Ընկալվել չընկալվելու բան չկա, գրված է դա հայտարարության մեջ, այո, եթե նիստում նախապես չեք քննարկել, կոնսուլտացիաներ չեն արվել ընդդիմության։ Հաջորդ անգամ անպայման Լուսինե ջան, ձեր կարծիքը հաշվի կառնենք։ Այսպես ասած փչացնել ընտրություններից 5 պակաս 2 ամիս է մնացել եւ դուք բոլորին տպավորություն եք շատերի մոտ, որ փորձում եք ներքաշել ձեր օրական։ Ինձ թվում է դուք խառնել եք ճեպազրույց տվողին, ես տարանջատում օպերացիայի հեղինակներից չեմ։ Ես ընդդիմությանը թիրախավորելու թույլ կտակ հավարտեմ։ Թույլ կտակ գործընկերները իրենց մոտեցումները արտահայտել են եւ վերապահումով են դες մոտեցել։ Հիմա ընտրությունից 2-3 ամիս առաջ նորից փոխվենք տեղերով ձեր բրիֆինգն անցորդը։ Եվս մեկ անգամ։ Նախ
այդ փաստից հետո, որոնք դուք նշում եք, նախ ես ուզում եմ տեսնեմ այն ընդդիմադրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։ Երկրորդ, դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Ինչ վերաբերվում է որևէ իրական ընդդիմադրին երբևէ թիրախավորելու կամ փչացնելու վերաբերյալ, լավ որ այդ հարցը տվեցիք։ Երեկա Դավիթ Համբարձումյանը արել այդ հայտարարությունը ու դրանից հետո անմիջապես առանց սպասելու հանրապետականից որևէ արձագանքի որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողություններ։ Փորձում են անդադար կռվածնել, փորձում են մեզ սադրել, որ մենք սկսենք իրենց պատասխանել։ Դա չի հաջողվելու ու այս գործընթացի նպատակը ընդդիմության համախմբումն է եւ եւս մեկ հնարավորություն օգտագործելը։ Մենք բոլորս խոստացել ենք օգտագործել բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները իշխանապողության համար։ Հանրապետականը դա անում է։ Լսում եմ գեներացնելու պարոն Մամիկյանի հիասթափության մասով եւ փողոց գեներացնելու։ Ես կարծում եմ, որ բոլորս։ Չէ, բայց ինչպես է մարդիկ դուրս գալու կամ Մի վարքան։ Տեխնիկական եւ կոնկրետ հանրապետականի առաջարկը ձևակերպված կլինի գործադիր մարմնի նիստից հետո 1։ Ձեր հարցի հետ կապված այդ կարծիքը շատ մեծ խնդրեմ է առաջացնում, բացատրեմ ինչի։ Ես սովոր եմ փաստերով ֆիքսվել։ Մինչ օր կարծիքը վերաբերում է նրան, որ հիասթափություն կարող է առաջանալ ընտրություններից առաջ։ Մինչ օրս եղած բոլոր մեծ ընդդիմադիր իրենց արդյունքին չհասած պայքարները ամեն մեկը եղել են ավելի մեծ, քան նախորդը։ Դիմադրության շարժումը ավելի մեծ էր, քան ՀՓՇ-ն, սրբազան պայքարը ավելի մեծ էր, քան դիմադրության շարժումը։ Փաստացի դուք կարող եք ասել, որ կարող էր հիասթափություն առաջանալ, բայց նորից եմ ասում, ամեն հաջորդ շարժումը եղել է ավելի մեծ ու այն 50-60 տարբեր թվեր են շրջանառվում։ 1000 քաղաքացիները, որոնք հրապարակում էին սրբազան պայքարի ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Այդ մարդիկ կան ու ակնհայտորեն դեռ ավելացել են, չէ՞։ Եվ չփորձել դա օգտագործել ամենահստակ Նիկոլ Փաշինյանից 0 կախում ունեցող գործիքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իմ համար ճիշտ ասած անակնկալելի է։ Այս կողմ գամ ու վերադառնամ հետո։ Երկրորդ նախագահը ասել է, որ պարոն Մամիկյան, երկրորդ նախագահը ամեն դեպքում նշել է, որ իրենք պատկերացնում են ընտրությունների միջոցով իշխանապողությունը։ Եթե ամեն դեպքում իրենք չհամաձայնվեն, այս դեպքում դուք միայնակ եք պայքար նախաձեռնել։ Մի քիչ շատ են եթերները հարցին, որպես ես պատասխանեմ, նույնիսկ մենք մեր հայտարարությունը չենք արել, դուք արդեն ուզում եք ես դրա հավանական արձագանքը մեկնաբանեմ, բայց շատ լավ հարց տվեցիք, շատ կարևոր կետով։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, իմպիչմենտի գործընթացը եւ ընտրական գործընթացը իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փող լրացնող են։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային ուշքու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ընտրությունների մասնակցությունը, ընտրությունների բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից կարևորագույն կետերից է, պարզ բացատրությամբ։ Փաշինյանի ընտրողների թիվը ֆիքսված է, դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, դա իրենից ուղիղ ֆինանսական կամ այլ կախումներ ունեցող մարդիկ են եւ մեր դեռևս խապված քաղաքատեր մտնում է մեջը վարչական ռեսուրսը եւ դեռևս իր կողմից խապված մեր քաղաքացիները դա ֆիքսված թիվ է, ոչ հաճում է, ոչ նվազում է, գնալով նվազում է։ Թվեր չասեմ, ներողություն։ Այդ ֆիքսված թիվը ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի ցածր տոկոս կանեսի, դա քաղաքականություն չի, դա մաթեմատիկա է։ Ուստի անկախ զուգահեռ իմպիչմենտի գործընթացից ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից անհրաժեշտություն է։ Պարոն Մամիկյան, այսինքն դեռ վերջնական որոշում չկա, ճիշտ հասկացա, պետք է մասնակցության մասով։ Չէ, փողոցային պայքար սկսելու պետք է դեռ հանրապետականը Ես մի քիչ բան ասեցի, դա սահմանման մեջ է իմպիչմենտի, այդտեղ որոշելու բան չկա։ Միանշանակ որոշելու բան չկա։ Առաջարկի ձևը, դրա քննարկումները եւ թե կոնկրետ ինչ առաջարկով ենք մենք հանդես գալու դաշտին
կլսեք գործադիրի մարմնից հետո, բայց այն որ impeachment-ը հավասար է, նույնական է փողոցային պայքարին, այդտեղ երկրորդ կարծիքներ չի կարող։ Գալու եք մնում եք ձևաչափը քննարկեք, հաստատեք, ճիշտ հասկացանք։ Մենք Դավիթ Համբարձումյանի մոտեցումները ես ներողություն եմ խնդրում Լուսինե ջան, բայց կարծում եմ, որ հանրապետական որևէ ներկայացուցիչ երբեք չի կարելի հարցնել դուք եք փողոց դուրս գալու թե ուրիշն է ավարտեմ Իմպիչմենտի գործընթացի մասին ու հիմա դուք որ ասում եք չեք քննարկել, կներիք չեք հավատում, չեք քննարկել։ Վերջ թե դուք ինչին եք հավատում, չեք հավատում, ինձ ճիշտ ասած առանձնապես չի հետաքրքրում, իսկ եթե չի հետաքրքրում, ուրեմն մի հարցրեք ինձ որևէ բան։ Ինչ վերաբերում է հանրապետականին հարցնել, դուք եք փողոցում լինելու, թե ինչ որ մեկին եք փողոց ուղարկելու։ Ճշտեք, թե քանի հանրապետականը երբևէ բերման ենթարկվել ակցիաների ժամանակ։ Քանի հանրապետականը հարցը այդպես չի հնչել։ Հարցը այդպես չի հնչել։ Սա իմ ու ձեր բանավեճը չի։ Որևէ հանրապետականին երբեք չի կարելի մեղադրել փողոցում չլինելու համար։ Եթե հարցը հնչեր, Ես ասում եմ ձեր հույսը մենակ մեր հույսը Տեր Աստվածն է։ Պարոն Մամիջանյան, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե հանրապետականը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան, թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի մի փոքր այլ պատասխան չգիտեմ կգոհացնի ձեզ թե չէ։ Մինչև այսօր բոլոր անգամները, երբ հանրապետականի կուսակցականները եւ համակիրները դուրս են եկել փողոց ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։ Բավարար չի եղել իշխանափոխության։ Ես չասեցի, որ բավարար է։ Ես ասեցի, որ մինչև այսօր երբ դուրս են եկել, եղել է նաեւ նախագահ Սարգսյանի կոչով։ Այդ ժամանակ ընտրություններին բավականին երկար ժամանակ էր մնում։ Մեկ տարի։ Այս պահին Մեկ տարի։ 3 ամիս։ Այո, եւ ես եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից impeachment-ի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը միմյանց չեն հակասում։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ impeachment-ի գործընթացի այս փուլը ուղղված է որևէ մեկի կամ որևէ գործընթացի դեմ։ Սա ուղղված է հանուն